Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գաթրի, օր հուլիսի 21։ Որովհետև Քրիստոս Հիսուսումը ոչ թլպատությունը մի բան է և ոչ անթլպատությունը, բայց նրա արարածը։ Գաղատացիս 6-րդ գլուխ 15-րդ խոսք։ Մարդու անձի հոգում և մարմնում որոշ չափով նորոգություն է տեղի ունենում։ Նախ նորոգվում է նրա միտքը, այնպես որ նա ավետարանում քարոզվող Քրիստոսին ճանաչում է որպես Աստծո իմաստությունն ու զորությունը, իմաստուն և զորավոր ծրագիր, որ լիովին վայել է Աստծուն։ Նա Աստծո բաները ճանաչում է ճշմարտապես և հաստատապես, ոչ որպես այո և ոչ որպես անորոշ երևակայություններ, այլ որպես այո և ամեն։ Հաստատ, վստահելի և իրական ճշմարտություններ, որոնք իրենց ցանկալի կատարումն ունեն Քրիստոսի մեջ և շատ բաներում հանգում են նրան։ Աշխարհիկ մարդը չի ընդունում Աստծո հոգու բաները, որովհետև դրանք նրա համար հիմարություն են, և չի կարող ճանաչել դրանք, քանի որ դրանք հոգևոր կերպով են քննվում, իսկ հոգևոր մարդը քննում է ամեն բան։ Եվ Աստված հավատարիմ է, որ մեր խոսքը դեպի ձեզ այո և ոչ չեղավ, որովհետև Աստծո Որդին Հիսուս Քրիստոսը, որ մեզանով ձեր մեջ քարոզվեցավ, ինձանով և Սիղվանոսով և Տիմոթեոսով այո և ոչ չեղավ, այլ այո եղավ նրանում, որովհետև որքան Աստծո խոստմունքներ որ կան, նրանում է այոն և նրանում է ամենը Աստծո փառքի համար մեզանով։ 2 Կորնթացիս 1:18-20 խոսքեր։ Մարդիկ, որոնք դաստիարակվել են ավետարանի կարգադրությունների ներքո, թեև ունեն որոշ մտավոր գիտելիք Աստծո, Քրիստոսի, խոստումների, Սուրբ Հոգու ներգործությունների և նման բաների մասին, այնպես որ կարող են խոսել, քարոզել և վիճաբանել այդ թեմաների շուրջ, այնուամենայնիվ դրանք դիտում են պարզապես որպես քրիստոնեության ընդհանուր ընդունված սկզբունքներ, որոնցից շեղվելը կհամարվեր արտասովոր և ամոթալի։ Բայց նրանք այդ ճշմարտությունները չեն ընդունում որպես իրական, հաստատուն և էական ճշմարտություններ, որոնց վրա կարելի է վստահությամբ հանձնել սեփական հոգին և հավիտենությունը։ Միտքը նաև նորոգվում է, որպեսզի մարդը կարողանա որոշ չափով ճանաչել Աստծուն նրա արարչության միջոցով, տեսնելով դրանց վրա նրա փառավոր հատկությունների դրոշմը։ Նա տեսնում է, որ երկինքը պատմում է Աստծո փառքը և հաստատությունը հռչակում է նրա ձեռքերի գործը։ Նա նաև որոշ չափով ճանաչում է Աստծուն նրա նախախնամության մեջ և այն տնօրինությունների ու իրադարձությունների միջոցով, որոնք տեղի են ունենում։